Սա զինդատախազ Գևորգ Կոսյանյանի դղյակն է Ծաղկաձորում, իսկ սա Հովիկ Աբրահամյանի տունը Երևանում, այս մեկը Սամվել Ալեքսանյանի դղյակն է։ Ես չեմ տեսել դղյակ մեր պաշտոնյաներում։ 40-ամյա երիտ հանրապետականը երբևէ մեր պաշտոնյաների համեստ ապրելակերպը չի համեմատի Ուկրաինայի նախկին նախագահի եւ գլխավոր դատախազի անհամեստ ապրելակերպի հետ։ Ինչքան էլ մենք փորձում ենք արհեստական համեմատությունների եզրեր գտնել։ Իսկ այն, որ պետական աշխատավարձով ապրող Սերժ Սարգսյանը $190,000 է վճարել ցողունային բջիջների փոխպատվաստման համար, Կարեն Ավագյանի կարծիքով մեկնաբանման ենթակա չէ։ Շահարկումներ ինձ թվում է այն մարդկանց խնդիրներն են, ովքեր չարակամ են։ Հերիմնե Նաղդալյանը չգիտի թե դղյակ ասելով ով ինչ է հասկանում։ Ես տեսել եմ նաև պաշտոնյաների բավականին այտենց հարուստ բաներ, այսինչա բնակարաններ, սեփական տներ։ Իսկ ինչու Հայաստանի պես աղքատ երկրում հարուստ պաշտոնյաներ չպետք է լինեն, Տիկին Նաղդալյանը զարմանում է։ Ավելի լավ չէ, որ լրագրողները խոսեն աղքատությունից եւ ավելի քիչ ոգևորվեն Յանուկովիչի թիմակից պաշտոնյաների ոսկեզօծ դղյակների բացահայտումից։ Միգուցե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։ Ուկրաինայում այդ ձեր ասած մարդիկ, որոնք իմաստորացնում են կամ ինչ են անում, նրանք չեն հարցնում, դա օրենքով էր, անօրենք էր։ Մեր եւ ուկրաինացի պաշտոնյաների ապրելակերպը հրաժարվում է համեմատել նաեւ մեկ այլ հանրապետական Աշոտ Աղաբաբյանը։ Ինքը երբևէ չի հյուրընկալվել Սերժ Սարգսյանի տանը, բայց հաստատ գիտի տան պատերը ոսկուց չեն։ Եթե մարդը ինքը ունևոր է, այդքան խելք չունի, որ իր պատերը ոսկի չանի։ Յանուկովիչն այդքան խելք չուներ եւ ոչ միայն Յանուկովիչը։ Անխելքներն են նրան նախագանձը։ Իդեպ պարոն Աղաբաբյանն ասում է, որ լավ գիտի Սերժ Սարգսյանին, ինքը զինվորի հագուստից մորուքից բռնած եկած մարդ է, պատերազմի բովով է անցել, Յանուկովիչ չէ։